Այս հարցը շատերին կարող է տանել հուսահատության, բայց ոչ ինձ եւ ոչ էլ ձեզ, որ որպես հանրապետական անկախության բանակի շարքերից մինչև հայկական կանոնավոր բանակի շարքեր, մինչև բռնաճնշումների ենթարկվող ընդդիմության շարքեր, պատվով եք անցել ձեզ բաժին հասած փորձություններն ու անցնում եք մինչև հիմա։ Մենք պետք է հասկանանք, որտեղ ենք թերացել, որտեղ ենք սխալ հաշվարկել, մեր գործողություններից առաջ ինչ հանգամանքներ հաշվի չենք առել, այդ թվում կապիտուլյանտների վարքագիծը դիտարկելիս, ընդդիմադիր մեր գործընկերների վարքագիծը դիտարկելիս, որքանով ենք արդյունավետ աշխատել մեր հասարակության հետ, կարճ ասած, որոնք են մեր թույլ եւ ուժեղ կողմերը, ցանկացած քաղաքական ուժի համար սրանք մշտապես արդիական հարցեր են։ Պատկերացրել ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրոցերոկով ոտնահարել սահմանադրությունը, անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել մեր ազգային արժեքները եւ չկրեն ոչ մի պատասխանատվություն։ Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է։ Իսկ հիմա արի ու տես, որ պատրաստվում է մեր սահմանադրությունից Ալիևի հագով կոստյում կարել, քանի որ այդպես են ուզում Ալիևը եւ նրա ավագ եղբայրը։ Մենք քննադատում ենք արտաքին դերակատարների մեր երկրի հանդեպ իրենց պահվածքի համար, բայց պետք է նաեւ ինքներս մեզ հարցնենք, ինչու է միջազգային հանրությունը այդպես վարվում։ Պատասխանը դաժան է, որովհետև Հայաստանը կորցրել է իր արժանապատվությունը, որովհետև սրանք մեզ դարձրել են մի երկիր, որին կարելի է հրել դեպի դուռը, որովհետև սրանք մի կողմից ձախողում են փոխշահավետ, կրկնում են փոխշահավետ, ինստիտուցիոնալ կապեր ստեղծել է Արևմուտքի հետ, իսկ մյուս կողմից փչացնում փոխադարձ հարգանքի վրա կառուցված հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մինչդեռ արտաքին քաղաքականությունը չպետք է վերածվի այլ երկրների հետ այնպիսի հարաբերությունների, երբ քո երկրի տարածքում ուրիշները միայն սեփական կենսական շահերն են առաջ մղում, թքած ունենալով քո իսկ շահերի վրա։ Սա արդեն արտաքին քաղաքականություն չէ, այլ օտար շահերի սպասարկմամբ արտաքին թելադրանքի ընդունում։